Եթերում լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարև ձեզ։ Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, Հայաստանն ու Ադրբեջանն էլ փոխադարձաբար օգտվելու են նույն պայմաններով ներմուծման և արտահանման հնարավորություններից։ Նախորդային կառավարությունը ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա Հայաստանն արդեն ստացել է փոխադարձ առավելությունների մի մասը։ Ասում է բենզինի գինը 20%-ով ընկել է, ցորեն է ներկրվում Հայաստան, Ղազախստանից ու Ռուսաստանից։ Փաշինյանի հետ համակարծիք չէ պատիվ ունեմից Հայկ Մամիջանյանը։ Նա այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե էներգետիկ համակարգը ստրատեգիական մեծ կարևորություն ունի եւ չափազանց վտանգավոր է դրանց միացումը։ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի համադաշնություն։ Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում ԱՄՆ նախագահի հրավերով Փաշինյանը որպես հիմնադիր անդամ կմասնակցի Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։ Հիշեցնեմ, ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Գազայի հարցով Խաղաղության խորհուրդ ստեղծելու մասին, որին միանալու հրավեր էր ուղարկել շուրջ 60 երկրի ղեկավարների։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մերժել էր խորհրդին միանալու հրավերը։ Արցախում հուղարկավորված զոհվածների հարազատները պահանջում են արտաշիրիմում իրականացնել եւ իրենց հարազատների մարմինները Հայաստան բերել։ Նրանք հավաքվել էին կառավարության մոտ պահանջելով իշխանություններից գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Ծնողները նաեւ ստորագրահավաք են կազմակերպել նամակը արտգործնախարարություն ու Ֆրանսիայի դեսպանատուն հանձնելու նպատակով։ Տեղի է ունեցել Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության խարտիայի մշակման աշխատանքային խմբի երկրորդ առցանց հանդիպումը։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնում են, թե քննարկումները կենտրոնացած էին էներգետիկայի, առևտրի, տարածաշրջանային հարաբերությունների, պաշտպանության ու անվտանգության և այլ ոլորտներում ռազմավարական գործընկերության զարգացման վրա։ Միաժամանակ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆայևն է այցելել Ռուսաստանի պաշտպանության նախարարություն։ Ադրբեջանի դեսպանությունից հայտնել են, թե Մուստաֆայևը փոխնախարար Վասիլի Օսմակովի հետ մտքեր է փոխանակել պաշտպանական ոլորտում ադրբեջանա-ռուսական փոխգործակցության շուրջ։ Նշվում է, որ երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց կառուցողական հանձնառությունը շարունակել ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում գործակցությունը։ Եվ վերջում, Ֆրանսիայի Ստրասբուրգում գտնվող Եվրոպայի խորհրդարանի շենքի հարակից տարածքում կտեղադրվի հայոց այբուբենի հուշարձան։ Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվրախորհրդարանի նախագահի հետ։ Ըստ այդմ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց գործադիրի պահուստային ֆոնդի միջոցների հաշվին ձեռք բերել համապատասխան գեղարվեստական քանդակ 1 անձից գնման ձևով։ Կանխավճարի չափը սահմանվում է 60%։ Այսքանը կհանդիպենք մեր հաջորդ թողարկմանը ժամը 17-ին։